Ողջույն, այսօր կխոսեմ Փյունիկիայի մասին, ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Հեղինակը Ալեքսանդր Վոլկը, Զագատկի Ֆինիկի, գիրքը հրատարակվել է Վեճեր հրատարակչությունը 2018 թվականին։ Պատմական Փյունիկիան գտնվել է այսօրվա Լիբանի տարածքում, հյուսիսից և արևելքից նրա սահմանակից ասորիքն էր, հարավից Հրեաստանը։ Փյունիկիացիները արևմտասեմական ծագման ժողովուրդ են, ովքեր մերթվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում հաստատվել են ապագա Փյունիկիայի տարածքում։ Փյունիկիան կազմված էր քաղաք-պետություններից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պետական կարգը, իր առևտրային կապերը, հետագայում իր գաղութները։ Հայտնի քաղաք-պետություններից էին Փյունիկիան, օրինակ Սիդոնը, Տյուրոսը, Բիբլոսը, Բերիթը և այլն։ Փյունիկիան ամենահայտնի գաղութը դա Կարթագենն է։ Այն հիմնադրել է մերթվարկությունից առաջ 814 թվականին Տյուրոսի արքայադուստր Զիդոնան, այսօրվա Թունիսի տարածքում։ Փյունիկիացիները ստեղծել են աշխարհում առաջին այբուբենը։ Ահա այն։ Փյունիկիացիների գլխավոր աստվածը երկնքի աստված Բահալն էր։ Սիրո և գեղեցկության աստվածուհին Աշտորեթն էր կամ Աստարտան։ Ծովագրացության աստվածը Մերկարտն էր, մասնավորապես Տյուրոսում, և նրա գաղութ Կարթագենում։ Փյունիկիան տարբեր ժամանակներում մաս է կազմել տարբեր կայսրությունների՝ Հին Եգիպտոսի, Խետական կայսրության, Ասորեստանի, Բաբելոնի, Աքեմենյան Իրանի, Ալեքսանդր Մակեդոնացու, Հին Հռոմի։ Մերթվարկությունից առաջ 83-ից 66 թվականին Փյունիկիան մաս է կազմել Տիգրան Մեծի հայկական կայսրությանը։ Գիրքը ունի բազմաթիվ լուսանկարներ և քարտեզներ։ Այն հետաքրքիր կլինի պատմաբաններին, լեզվաբաններին, արևելագետներին, առաջավոր Ասիայի պատմությամբ հետաքրքրվող լայն շրջանակին։ Շնորհակալություն ուշադրության համար։